Գոքուր ջան, մենք համարյա ոչ մի բան չգիտենք այդ Արմենի մասին, ում որ Հովիկը վաճառել է իր բաժնի մասը։ Ոչ էլ պետք է իմանա, քրայր, ինքը մեզ չի խանգարի։ Բայց նա հիմա բանկի խոշոր բաժնետերն է, ու ես ստիպված եմ լինելու իր առաջ հաշվետու լինելու։ Մի անգամ էլ եմ կրկնում, հանգիստ եղի, նա մեզ չի խանգարի։ Նա ուղղակի լավ գնով առել է Հովոյի բաժնի մասը։ Իրանը տեղից մենակ շահույթն է հետաքրքրում։ Ես իր այդ պայմանավորվածություն ունեմ, որ ինքը չի միջամտելու կառավարման գործերին, ոչ էլ անհարմար հարցեր է տալու։ Մի խոսքով, եթե իր հետ կապված պրոբլեմներ ծագեն, ես դիմում եմ քեզ։ Հա։ Ասա, աբո։ Գոքուրես ուր ես երկու ժամազանգում եմ անասանելու ես։ Հեռախոսի զայրապկեն էլ նստել չեմ նկատել, նոր փոխեցի հեռախոսս, ինչ է, բան չէ, աբո։ Հա Գոքուր եղել է քաղաքում մասսայական ձերբակալություններ են գնում, արդեն Հովոյին գարիկին սաղ տեղի ավտորիտետներին բռնել են։ Էդ ինչ ես ասում, աբո։ Գոքուր ամեն ինչ շատ լուրջ է, ինչ-որ տարօրինակ բաներ են կատարվում։ Կարծում եմ ես այ մուքու հետևից է կգան, դրա համար է զանգել եմ, որ կանաս մի կոմի վրա փախնես։ Գոքուրի հետևից արդեն եկա, ես չեմ կարող խոսամ։ Փախ յարա եթե կարաս, գոնե դու կհասկանաս, թե ինչ է կատարվում, ազատության մեջ կլես, լավ չեմ կարող։ Ձեռքերդ վերևում։ Շարժվես։ Չեմ դիմադրում։ Բարեք սրան։ Ինչ-որ բան եղել, Գոքուր։ Եղել է, ես ինչ եմ ասում, եթե հանգած դուրս գան քո վրա, ինձանից հարցեր տան, մենք իրար այսօր չենք տեսել, հասկացա՞լ ինչ եմ ասում։ Խնդիր չունես։ Լսում եմ քեզ նայով։ Ինչ նորություն մեզավ է։ Ձերբակալությունները տվեցին իրենց ցանկալի արդյունքը։ Կարծում եմ, որ այո։ Ես հիմա սպասում եմ Դավիթին, որ մենք խոսենք այդ թեմայով։ Դու պետք է լավ հասկանաս, որ նման երկրորդ շանս մենք կարող է եւ չունենանք։ Դու պիտի ամեն ինչ անես, որ նա տա այն մարդու անունը, որը մեզ հարկավոր է։ Դու որքան ժամանակ կարող ես նրանց կալանքի տակ պահել մայոր։ Նրանց իրավաբանները արդեն սկսել են գրել մեզ վրա։ Եվ եթե մինչև վաղը երեկոյան ես նրանց բաց չթողնեմ, ապա մեծ աղմուկ կբարձրանա։ Այսինքն մենք ընդամենը 1 օր ունենք Ռուդոլֆի Օվլիները ճշտելու համար։ Այո։ Իսկ դուք վստահ եք, որ Ռուդոլֆը չի կարող բանտախցից հաղորդագրություն ուղարկել Դավիթին։ Վստահ եմ։ Նրանց հիմա ազգում են սպեցնազի տղաները։ Այնպես որ ինֆորմացիայի արտահոսքը բացառվում է։ Հիմա անում է, որ դու լավ աշխատես, Զավե։ Ես կփորձեմ։ Ու երբ արդյունքներ լինեն, ես կկապվեմ ձեզ հետ։ Շատ լավ եք։ Մեր սրավիրից թող գա։ Գրողը Տրամիզով է։ Այս ձերբակալությունների պատճառով ամբողջ օպերացիայի ընթացքը դրվում է կասկածի տակ։ Հարկավոր է նրանց ազատ արձակել եւ որքան հնարավոր է արագ։ Արագ չի ստացվի։ Իմ փաստաբաններին հաջողվել է պարզել, որ նրանք մեղադրվում են ծանր հանցագործության մեջ։ Բոլորը։ Այո։ Միգուցե դա շատ տարօրինակ է։
Քանի որ խոսքը վերաբերում է մեկ տարվա արմություն լեցող գործի մասին, բայց մենք ունենք այն, ինչ ունենք։ Ինձ չի թվում, որ սա պատահականության արդյունք է։ Սա պլանավորված ակցիա է, որի նպատակը մեր գործի տապալումն է։ Դա քիչ հավանական է։ Քանի որ ոստիկանությունը տեղյակ չի եղել քո պլանների մասին, իսկ մտածել, թե քեզ համար աշխատող տեղի հեղինակություններն են դրա մասին ասել, դա անլուրջ է։ Հիմա նրանք ավելի շատ են շահագրգռված, որ ամեն ինչ հարթ անցնի ու նրանք քեզ հետ պրոբլեմներ չունենան։ Հնարավոր է, որ արտահոսքը տեղի հեղինակություններից չի գնացել, բայց ես չեմ հավատում պատահականությունների։ Նրանց ձերբակալում են այն ժամանակ, երբ բեռները Հայաստան են մտնում։ Ինքդ մտածիր։ Եթե ոստիկանությունը տեղեկացված լիներ բեռների մասին, ապա նրանք վաղուց արդեն արբերաված կլինեին, քանի որ Հայաստանով երբեք այդքան մեծ քանակությամբ թմրատեղեր չեն անցել։ Ես ինքս էլ չեմ հավատում պատահականությունների, բայց երբեմն լինում են բացառություններ։ Եվ սա այդ դեպքն է։ Եթե նույնիսկ դա այդպես է, ապա այդ մարդիկ ինձ պետք են ազատության մեջ, որպեսզի բեռները շարունակեն իրենց ճանապարհը։ Չի կարելի թույլ տալ, որ բեռները մեկ օրից ավել մնան Հայաստանում, այլապես ոստիկանությունը դրա մասին շուտով կիմանա։ Ես դա հասկանում եմ, բայց բոլորին միանգամից ազատել դա հնարավոր չէ։ Քեզ եթե հրապարակային խոսակցությունից հետո ես կապվել եմ մարդկանց հետ, որոնք այդքան էլ օպտիմիստորեն տրամադրված չեն։ Ուզում ես ասել, որ ոչինչ չես կարող անել։ Ես դա չասացի։ Հիմա ինձ խոստացել են ազատել ընդամենը ձերբակալվածներից մեկին։ Իսկ թե ում, ընտրիր ինքդ։ Նորացա ասամ, բացառությունը կազմում միայն Հովիկը, նրա հարցը ավելի բարդ է։ Զավեն չես կարծում, որ քո առաջարկն ավելի շատ խաղի է նման։ Ինչ է նշանակում ընտրիր մեկին, սա ինչ նոր գործելավոճ է։ Կարևորը գործելավոճը չէ, այլ արդյունքը։ Այն մարդը, որը զբաղվում է այդ գործով, կարող է ազատել ընդամենը մեկին։ Եվ դա ինձ տարօրինակ չի թվում։ Ո՞ր է նրանցից այն մարդը, որը քեզ խիստ անհրաժեշտ է, որպեսզի բեռնատարները շարունակեն իրենց ճանապարհը։ Մինչ մենք կմտածենք, մնացած բոլորին թե ինչպես ազատել։ Ռուդոլֆը